Հավատում եք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը անցնի ազգային ժողով։ Ես ոչ մի բանի չեմ հավատում իրանց ասածներին։ Ինչու՞։ Որովհետև վստահություն իրենք կորցրել են շատ վաղուց։ Չէ, ինչ եմ հավատում։ Դա այդպես եմ կարծում։ Ճիշտ ասած նոր եմ եկել երկրում չեմ եղել, մի քիչ տեղյակ չեմ այսպես ասած դողու բոհերից։ Ես ընդհանրապես բոլոր ուժերին չեմ հավատում սիրելիս։ Որովհետև այդ ամեն ինչը արհեստական սակած ինչ-որ բանալի պատկեր է իշխանություն ընդդիմություն, դրա համար ոչ մի կուսակցության եւ ոչ մի ուժի ես ընդհանրապես չեմ հավատում։ Սերժ Սարգսյանն ով է։ Երրորդ նախագահ։ Չեմ ճանաչում։ Ես ոչինչի չեմ հավատում, որովհետև երբ որ ներկաները նախքին կդառնան, կասեմ ինչ։ Ինչի չեմ հավատում։ Երկուսն էլ մի կտավի ձևած են։ Խոսք է Բայց դա։ ասում են ինչ-որ տարաձայնություններ կան այդպես։ Մեր ամբողջ ազգը տեսել է 30 տարի նրանց արածները, ինչի պիտի տարաձայնություն չլինի։ Մի հատ էլ պետք է այսինչ անեն, որ փախնեն նրանք պետք է չապրեին, նրանք պետք է դատվեին։ Եվ ամբողջ ժողովուրդը այս ընտրությունից հետո պետք է որոշի նրանց հարցը։ Ասում է սահման կա ամեն ինչին։ Ինչպես մեր սահմանները վաճառեցին, կերանիան, քարստացան, պետք է դրա սահմանն էլ լինի պատժի։ Իհարկե, երկուսն էլ մի սահմանիկատուրն են եղել։ Բայց ասում են իրենց մեջ հիմա տարաձայնություններ կան։ Հավատում եք։ Տարաձայնությունները ինձ թվում է անձնական խնդիրներ են։ Ամեն մեկը իր ժամանակին իշխանության է եկել, ամեն մեկը իր ժամանակին իր հասանելիքի չափով թալանել է երկիրը։ Ու զուտ այդ անձնական խնդիրներ են ինձ թվում է։ Բայց ընդհանուր առմամբ իրանք քաղաքական նույն ծիրում են։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Չեմ կարծում են։ Այո, իհարկե հավատում։ Ինչու եք հավատում։ Որովհետև իրանք մի միություն են։ Ես ավելի շուտ կարծում եմ, որ ավելի շուտ ցանկալի է, որ Ծառուկյանը միանա Սամվել Կարապետյանին, որը շատ հավանական է, որտեղ երկուսն էլ կուշտ են։ Հա, էլի ուտելու առումով եմ ասում, համել ուտելու էլ բան չի մնացել։ Հա, ու մեր ժողովրդին կվերականգնի, էլի երևի մի բան ստացվի։ Բայց ես մարգարե չեմ, բայց իմ ասածները մարգարեաբար է հնչում։ Ես պայծառատես չեմ, բայց կներեք մորոսանում պայծառա, ասեմ, միջև ընտրությունները տուրու դմբոց շատ ալինելու, իրար գզվրտելու են, որովհետև օրենք, բարոյականություն, իրավունք, պարտականություն, բոլորը վերացվել մեր կաշվի փող։ Բայց են էլ ասեմ, որ մենք պահի տակ ոգևորվող ենք, պահի տակ էլ հուսահատվող ենք, հիասթափվող ենք։ Այսինքն Իսրայելից մի բան չսովորենք, միաբան չենք։ Սա ասեմ միաբանություն, այն մանր կուսակցությունները կարելի ասել Փաշինյանի կցորդներ են, խուրդա են ասում, էլի բարբարը։ Բայց այս կուրդը մոտ շատ ալինելու ու ցանկալի է գոնե մեր ազգը վերականգնի։